Ուկրաինայի շուրջ իրավիճակը շարունակում է մնալ լարված ռազմական գործողությունների նոր զարգացումներով, թե ճակատում, թե թիկունքում։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ հարվածը հասցվել Ռուսաստանի Ուֆա քաղաքում գտնվող Բաշնեֆթ Նովոյլ նավթավերամշակման գործարանին։ Ըստ ուկրաինական կողմի, հարվածից հետո գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել, իսկ օբյեկտը նրանց գնահատմամբ օգտագործվում էր ռուսական բանակի կարիքների համար։ Ռուսական պաշտոնական աղբյուրները ևս հաստատել են հարձակման փաստը, նշելով, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 2-ի վաղ առավոտյան։ Ուկրաինական անօդաչուները շարունակում են հարվածները Լենինգրադի մարզին։ Մորոզով գյուղում աննշան վնասներ են եղել, նահանգապետը հայտնել է 2 տուժածի մասին։ Մորոզովոյում պայթուցիկ նյութերի գործարան կա։ Օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի մի շարք շրջաններում։ Կիևի մարզում զանգվածային հարձակման հետևանքով նախնական տվյալներով կա 1 զոհ և 1 վիրավոր։ Խարկովում բալիստիկ հրթիռների հարվածներից վնասվել են բնակելի շենքեր, առնվազն 1 մարդ վիրավորվել է։ Խերսոնի մարզում անօդաչուի հարվածից վիրավորվել է 9 մարդ, իսկ Սումիի մարզում ավիահարվածների հետևանքով 1 զոհ և 3 վիրավոր կա։ Պոլտավայի մարզում անօդաչուի բեկորներից ավերածություններ են եղել։ Տարածաշրջանային լարվածությունը հասնում է ՆԱՏՕ-ի սահմաններին։ Լեհաստանը հայտարարել է, որ Ռուսաստանի հարձակումների ֆոնին է նախազգուշական նպատակով օդ բարձրացրել իր կործանիչները։ Զելենսկին կրկին խոսել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացման անհրաժեշտության մասին, նշելով, որ ռուսական ավիացիոն հարվածներից պաշտպանվելու համար Կիևը կարիք ունի ԹԱԱԴ հակահրթիռային համակարգերի, որոնք նախատեսված են բարձր մակարդակի, միջին ու կարճ հեռահարության հրթիռների չեզոքացման համար։ Մինչ այդ, Մոսկվան այսօր վերահաստատել է իր դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում։ Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ թեժ փուլը կարող է ավարտվել միայն այն դեպքում, եթե ուկրաինական ուժերը դուրս բերվեն Դոնբասից։ Սա պետք է արվի, եւ ըստ էության սա իսկապես կնպաստի քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով հակամարտության կարգավորման գործընթացին։ Դրա համար Զելենսկին պետք է ստանձնի քաղաքական պատասխանատվություն եւ կայացնի համապատասխան որոշում։ Կարծում եմ այստեղ վերջնաժամկետ չկա, սա պետք է արվի այսօր, կամ ավելի լավ է 3 արվեր։ Պեսկովն այսպես է մեկնաբանել լուրերը, թե Ռուսաստանը մինչև մայիսի 31-ը ժամանակ է տվել Ուկրաինային դուրս բերել զորքերը Դոնեցկից, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերից։ Նա ասել է, որ հատուկ ռազմական գործողությունը Մոսկվան կշարունակի այնքան, որքան կպահանջի իրենց բոլոր նպատակների իրականացումը։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդելյան, Հայլուր։